Տեսեք, ես ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ Փաշինյան-Պուտին հանդիպմանը, իդեպ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել, որ որքանով է ճիշտ այդ տեղեկատվությունը, չեմ կարող ասել, բայց ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել գնալ Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինին, բայց ես ուզում եմ այստեղ կանգ առնել մի շարք բայցերի վրա։ Այն, ինչ երևաց այդ հանդիպման ընթացքում, սա փաստորեն վերջը չէր եւ սա ամենը չէր։ Փաստացի մենք մի քանի ազդակներ լսեցինք Ռուսաստանից, որոնք կարող են, սիրելի տատիկներ ու պապիկներ, ձեզ օրինակ 26-27 թվականի ձմռանը բերել սարսափելի, աննկարագրելի, ինչու՞ չէ նաև ինձ, մեր աշխատող արարող հասարակությանը բերել անդառնալի ծանր վիճակի։ Տեսեք, մենք երկարատև ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի գրպանային ընդդիմություն ունի, այդ ընդդիմության ղեկավարը երկարատև ժամանակ մեզ նախապատրաստում էր, ասում էր, պետք է պատրաստ լինենք ցուրտ ձմեռների, սառնամանիքների։ Իրենք պատրաստում են մեզ հանուն ինչի։ Հանուն նրա, որ Ռուսաստանի հետ խզեն իրենց կապերը եւ մտնեն Եվրամիության կազմ։ Դժվար է ասել, թե Եվրոպան Հայաստանին սպասում է իր կազմում, որովհետև ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, 2003 թվականից կամ 4 թվականից Վրաստանն է սպասում, այդ թվականներից թիվը այս պահին կոնկրետ չեմ հիշում, մեր հակառակորդ երկիր Թուրքիան է սպասում են Եվրամիության մեջ մտնելուն, բայց ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը ունի ծովային ճանապարհ, Վրաստանը ամեն օր զարգանում է, Թուրքիայի տնտեսության զարգացման մասին չեմ էլ ուզում խոսել, թե ինչ տեմպերով է զարգանում, Հայաստանի տնտեսության միակ զարկերակը, խնդրում եմ ուշադիր լսեք, դա Լարսի ճանապարհն է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Եթե մեկ շաբաթով փակվի Լարսի ճանապարհը, Հայաստանում կլինի պարենային սով, պարենային անվտանգության խնդիրը որևէ անգամ չենք լսել, որ Հայաստանում մենք ինքնաբավ պետություն չենք անգամ հացի առումով։ Այո, Արցախը որ կար, մենք ինքնաբավ պետություն ենք, բայց հիմա չկա Արցախ, մենք անգամ հացի առումով ինքնաբավ պետություն չենք։ Ռուսաստանը շատ հստակ ասաց, որ Նիկոլ Փաշինյան, դու կարող ես տեղավորվել մեկ աթոռի վրա, ընտրի կամ Եվրամիությունը, կամ ընտրի Ռուսաստանը։ Եթե ընտրում ես Եվրամիությունը, ապա դուրս արի ԵԱՏՄ տնտեսական այդ ԵԱՏՄ-ից դուրս արի, որը տնտեսական կառույց է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է պնդել, որ չէ, ես երկու աթոռի վրա կնստեմ։ Ոչ, Նիկոլ Փաշինյան, քեզ հստակ ասում են, դուրս ես գալու ԵԱՏՄ-ից։ Դու այնտեղից Եվրոմիությունից փողեր ես բերում, ժողովուրդը չգիտի որտեղ է իրականում ծախսվում այդ գումարը։ Դու փողեր ես բերում, իսկ Ռուսաստանի հետ այս ժողովուրդը իր մեծ առումով տնտեսական կապով Ռուսաստանի հետ մեր երկրի լինել չլինելն է կախված։ Հիմա տեսեք շատ հստակ, սիրելի տատիկներ, այդ որ այդ 10,000 դրամի այսօր կողքս մի պապիկ էր նստած էլի այդ թմկահարում էր այդ 10,000 դրամը, հիմա ես ձեզ կոնկրետ ասում եմ, այդ 10,000 դրամը ընտրակաշառք է։ Որևէ մեկը, երբ որ ինձ հետ կվիճի, ես օրինակ կբերեմ ֆինանսների նախարարի խոսքը, երբ որ կառավարության նիստում, այսպես լայն բացած աչքերով նայեց Նիկոլ Փաշինյանին եւ ասաց, բայց այդ 10,000 դրամի աղբյուրը չկա։ Այսինքն, երբ որ չկա մի գումարի աղբյուր, այդ ծորակը շատ շուտով կտրվելու է։ Տեսեք, ժամանակին ինչ էին անում, ձեզ 5,000 դրամներ էին տալիս, դուք գնում էիք, գլխիկոր, ընտրում էիք իշխանություն, հետո 5 տարի դժգոհում եք այդ իշխանությունից։ Դուք հիմա գնալու եք 10,000 դրամ թոշակի բարձրացման արդյունքում, որը չենք կարող հստակ ասել
հուլիսին լինելու է թե չէ, որովհետև եթե մի փողի աղբյուր չկա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր պիտի փայփայենք այդ թոշակը, որովհետև կարող է նաև բան պատահի, հուլիսին շատ հանգիստ կարող է ասել, դուք չփայփայեցիք, այդ դրա համար դուք էլ չունեք այդ 10,000 դրամը։ Այսպես անկանխատեսելի ձեզ 10,000 դրամ առաջարկվեց։ Եվ Ռուսաստանը հիմա շատ հստակ ասում է, սիրելի հայ ժողովուրդ, ձեր երկրի ղեկավարը որոշել է գնալ Եվրամիություն։ Ես Հայաստանին գազը վաճառում եմ $177։ Եվրամիությունում գազը 600 մի քիչ ավել է։ Այսուհետ Հայաստանը գազը կստանա 600 եւ ավել դոլարով։ Հիմա այն տատիկ պապիկներին եմ ասում, եթե դուք ձեր տունը ջեռուցելու համար վճարում եք հիմա 15, 20, 30,000 դրամ, դուք դա կվճարեք 4 անգամ ավել։ Այսինքն 30,000 դրամ վճարելու դեպքում դուք կսկսեք վճարել արդեն 100-120,000 դրամ, որովհետև այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Հետո էլ ձեզ ասելու է մենք չենք կարող ապրել այսպես, եկեք գնանք Թուրքիայի լծի տակ ապրենք։ Հիմա մենք ենք ընտրելու մեզ սպանողի, ցեղասպանողի լծի տակ պետք է գնանք ապրենք, թե պետք է չապրենք։ Մենք ենք դրա ընտրության հեղինակը լինելու։ Մեր սիրելի տատիկ պապիկները, մեր շատ սիրելի քույրերն ու եղբայրները, ընդհուպ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատողները, որոնք ես տեղեկություն ունեմ, հրահանգվել է մեկ մարդու պես գնալ ձայնը տալ ՔՊ-ին եւ արդեն նաեւ տեղեկություններ ունեմ, որ ոչ ՔՊ-ական հայացքների տեր մարդկանց սկսում են ազատել աշխատանքից։ Բոլորդ հիշեք, որ ավելի լավ է այսօր լինել գործազուրկ, բայց վաղը ապրել երկրում, որտեղ թուրքը քեզ չի աշխատացնի, թուրքը չի լինի քո գործատուն, թուրքը քեզ աշխատավարձ չի տա։ Ինչ է ասում Ռուսաստանը, եթե մենք գնում ենք Եվրամիություն։ Ասում է, եթե դուք գնում եք Եվրամիություն, ապա Ռուսաստանում ապրում է մի քիչ ավելի հայ, քան Հայաստանում։ Կա ընտանիք Հայաստանում, որը Ռուսաստանում ապրող բարեկամ չունի։ Ես կարծում եմ չկա։ Այնտեղից չեն թողնի տրանսֆերտներ մտնի, ռուսական ռուբլին չեն թողնի։ Ավելին, երեք Արամ Գաբրիելյանովը ասում էր, որ վիզային ռեժիմ կսահմանվի Հայաստանից Ռուսաստան, Ռուսաստանից Հայաստան գալու համար։ Այսինքն են ձեր աղջիկները, տղաները, հորեղբոր զավակները, մորեղբոր, որոնք ապրում, արարում են Ռուսաստանում, տարին մի անգամ էլ գալիս են այստեղ, խնջույք է կազմակերպում, կամ մեկը, եթե իր մի խնդիր է ունենում, դիմում է դրսի իր բարեկամին, այդ արդեն չի լինի։ Դուք ուզում եք ընդհանրապես կապը կտրել ձեր զավակների հետ, որոնք ապրում են Ռուսաստանում, ուրեմն գնացեք Նիկոլ Փաշինյանի ասածով։ Եթե չեք ուզում եք ձեր ընտանիքների անդամների հետ կապ ունենաք, ապա իրականությանը նայեք ռեալ աչքերով ու տեսեք, թե Արցախը հանձնած իշխանությունը ինչ նոր խնդիրներ է բերում մեր առաջ։ Կլինի վիզային ռեժիմ, Ռուսաստանի արտարժույթը չի մտնի Հայաստան, կփակվի Լարսի ճանապարհը, Ռուսաստանը Հայաստանից այլևս ապրանքներ չի իր շուկայում իրացնի։ Ինչ է անելու հայ ձեռնարկատերը, ջերմոցատերը, գյուղատնտեսը, արտադրողը, ինչ է անելու։ Եթե ձեզ թվում է, որ Եվրոպան բաց դռներով սպասում է, որ Հայաստանից լոլիկ կամ ծաղիկ արտահանվի, ապա դուք չարաչար սխալվում եք, որովհետև հենց նույն Եվրոպայից այդ ծաղկի սերմերը կոպեկներով գալիս մտնում են Հայաստան։ Հայաստանը այդ իր արտադրած այսքան ջերմոցատերեր, իրենց արտադրած ծաղիկը արտահանում են ռուսական շուկա։ Հիմա բոլորը ձեր ականջներին օղարեք եւ հասկացեք, չասեք որևէ անգամ, որ մենք ձեզ չենք զգուշացրել, չասեք որևէ անգամ, որ դուք տեղյակ չեք եղել։ Այս ամեն բոլոր խնդիրները, որ ես թվարկում եմ, դրանք մեզ հետապնդում են,
որովհետև ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է դուք ասեցիք, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ես էլ հանձնեցի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ մեկը չի կարող կարդալ, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է։ Այսինքն հիմա ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Եթե օրինակ Էրդողանն էլ ասի, որ Հայաստանը Թուրքիայի տարածք է, գնալու ես հանձնես, Ադրբեջանը ասի, որ մինչև Երևանի մատույցներ Ադրբեջանի տարածք է, գնալու ես հանձնես, Վրաստանը ասի մինչև ապարանի մատույցներ վրացական տարածք է, գնալու ես հանձնես, դու եկել ես, որ քեզ ասեն սա է դու 10 դրանք, դե հիմա դրա համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տևական ժամանակ ասում է, որ Զանգեզուրը արևմտյան Ադրբեջան է։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կասի, բա ինչ անենք, բա Ալիևը ասեց արևմտյան Ադրբեջանը, մենք էլ հանձնեցինք։ Ասեք մի բան, ես կխնդրեմ մտնել մեկնաբանություններում գրել այն լավ գործերը, որ արել է այս իշխանությունը։ Ես գիտեմ, որ օրինակ մարզերում հիմա երբ որ խոսում ես, ինչու ոչ նաև Երևանում, մարդիկ ասում են բժշկական ապահովագրություն։ Ուրեմն կար սոցիալական փաթեթ, որը հիմա չի գործում, մարդիկ դրանով գնում էին բժշկական ապահովագրության։ Կար մինչև 18 տարեկան անվճար բուժ սպասարկում, որը հիմա չի գործում, կար հաշմանդամների որոշ կարգի մարդկանց համար անվճար բուժ սպասարկում հիմա չի գործում, հիմա գործում է բժշկական ապահովագրություն։ Սիրելի տատիկ պապիկներ, որ ամեն անգամ այս իշխանությունը գալիս է մարզ ու այսպես ձեր ճակկատին է ճպացնում, ասում է 10,000 թոշակը ստանալու եք հեսա, բժշկական ապահովագրությունը ստանալու եք հեսա։ Դիմում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյան, ձեր իշխանությունը ընդամենը հարկահավաք է։ Ընդամենը դուք հարկահավաք եք։ Իսկ ինչու չեք գնում օրինակ այդ տատիկ պապիկին ասելու, որ գիտեք, այդ բժշկական ապահովագրության հարցում դեր ունի Ռուզանայի ընտանիքը, Կարոյի ընտանիքը, Պողոսի ընտանիքը, Լիլուի ընտանիքը, ձեր Քոչարյան Անդոյի, Սիմոնյան Ալենի, չգիտեմ, Քոչարյան Ռոբերտի, բոլոր ընտանիքները դեր ունեն։ Ինչու եք խաբում մարդկանց։ Չէ՞ որ դուք բոլոր աշխատողներից հիմա նոր հարկատեսակ եք գանձում։ Դա առողջապահության ապահովագրության հարկատեսակն է։ Այնպես որ սիրելի տատիկ պապիկներ, հատկապես դուք եք միամիտ, որ գալիս են ձեզ ասում են բժշկական ապահովագրությունից օգտվում եք, ասեք այո, իմ տղայի աշխատավարձից եք գանձում, իմ հարսի աշխատավարձից, իմ թորնիկի աշխատավարձից գանձում եք, եւ մենք ստանում ենք այդ ապահովագրությունը։ Եթե դուք չգանձեիք, մեր ընտանիքի անդամները այդ գումարը կհավաքեին, մենք էլի կգնայինք հիվանդանոց։ Այս է այդ ապահովագրության ամբողջ կեղծ իրականությունը։ Մեզանից այս իշխանությունը հավաքում է, այդ թվում եւ ձեր թորներից, ձեր եղբայրներից, հենց ձեզանից, եթե թոշակառու եք եւ աշխատում եք, բոլորից գանձում է եւ ասում է ստանում եք, չէ՞, այդ ապահովագրությունը։ Ես բազմիցս ասել եմ, որ ԿՊ-ն գողերի եւ սուտասաների իշխանություն է։ Իրենք մոտ 4 միլիարդից մի քիչ պակաս կամ ավել դեկտեմբեր ամսին գողացան պետական բյուջեից առանց մեզ ասելու, առանց մեր գիտության, բա ինչու չէին գալիս ամեն գյուղ ու քաղաք ասեին, լավ է չէ, որ մենք ասենք $30,000 պարգևավճար եմ ստանում, այն մի նախարարը 8 միլիոն, ինչու չեկան ձեզ այդպես, հիմա գալի ասում են, լավ է չէ, որ 10,000 թոշակ եք ստանում, ուրեմն իրենց ստացած այդ 7-8 միլիոնը հեչ, ձեր ստացած 10,000 դրամը մեջ, հա, դուք չեք վիրավորվում, օրինակ ես վիրավորվում եմ,
որ Նիկոլ Փաշինյանի ոչինչ չանող են, որ ասում էր, դե ինչա տրանսպորտը լավ է, դիահերձարանը տանենք Մարտունից Գեղարքունիք տրանսպորտով դինկը տեղափոխել։ Ես վիրավորվում եմ, որ նա ստացավ 3 միլիոն պարգևավճար, իսկ իմ մայրիկը պետք է ստանա 10,000 դրամ թոշակ։ Ես վիրավորվում եմ, դուք չեք վիրավորվում, ձեր զավակները չեն վիրավորվում։ Նորից եմ ասում, որևէ մեկ թոշակառու մինչև այդ հույժ գաղտնի թղթի հրապարակումը իմացավ, թե քանի միլիոն ստացան ԿՊԵ-ական իշխանությունը, մարզպետները, ինչ են անում այդ պորտաբույծ կառույցները, որ այդքան պարգևավճարներ են ստացել ու դրա մասին էլ որևէ մեկը տեղեկություն չուներ։ Որևէ մեկ քաղաքացի թող կանգնի, թող գրեք ինձ, խնդրում եմ, գրեք, ասեք, այ ձեր մարզպետը այս սա է արել, մարզպետի տեղակալը այս սա է արել։ Գրեք, խնդրում եմ, գրեք, տեսնեմ, գուցե ես լավ տեղեկացված չեմ, գրեք, տեսնեմ, ձեր մարզպետի տեղակալը ինչ է արել, կամ ձեր մարզում քանիս են ճանաչում ձեր մարզպետի տեղակալին, որ պարգևավճար է ստացել։ Սա մի իշխանություն է, անցած օրը բարձրաձայնեցի Էջմիածնի դպրոցի մասին, պարզվում է, սա մի իշխանություն է, որ մի դպրոց Հայանիստում երկրորդ անգամ է բացել։ Հայանիստ համայնքում, որտեղ ճանապարհ չկա, ցեխակոլոլ։ Մի անգամ տեսանյութ եմ հրապարակել, հրավիրել եմ մարզպետի ուշադրությունը, ասել եմ եկեք այս հարցը լուծեք։ Ինչպես կարող են մարդիկ Երևան City տոպրակները, երեխաները քաշեն իրենց ոտքերին դպրոց գնան։ Բա Նիկոլ Փաշինյան, որ գնացել էիք Արմավիրի մարզ, ես մի ֆոտո եմ ուզում ցույց տալ, հա ձեզ, եթե հնարավոր է, չգիտեմ, կերևա թե ոչ, տեսախցիկի առաջ ուզում եմ ցույց տա, սա, ես կխնդրեմ մոտեցնել, հա, Արմավիրի մարզում 1 տարի առաջ կառուցված Զարթոնքի կամուրջն է։ Ոնց որ բանա, ոնց որ Ուկրաինայում տեղի ունեցած ռմբակոծությունից հետո սա կամուրջ է։ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյան, ինչքան եք ծախսել մի այդ մարզպետիդ, որ պարգևավճար է ստանում, ես խնդրում եմ հարցրեք, այս կամուրջի վրա որքան գումար է ծախսվել։ Հիմա ընկել եք բանա, մարդկանց ասում եք 200 հոգի լցնենք մի ավտոբուս, փողը շատ գնա քաղաքապետարան, գրողին թե ավարիա չի տա ու չեն մեռնի։ Ընկել եք sense կարշիները քերթելով։ Մի հատ խնդրում եմ, հարցրեք ձեր մարզպետին, շուտ եք տեսնում։ Ասեք այդ կամուրջի վրա 1 տարի առաջվա կամուրջ է, ինչքան գումար եք ծախսվել եւ ինչու է հիմա այդ կամուրջը այս իրավիճակում։ Ես տարբերակներ ունեմ։ Կամ այստեղ խոշոր փողեր են լվացվել, կոռուպցիա է եղել խոշոր եւ որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, կամ ժողովրդի կաշին քերթում եք ու այդ քերթած գումարները ափրցփր ոնց կարողանում եք այդպես էլ հողի տակ եք թաղում։ Ես հակված եմ, որ այստեղ մեծ կոռուպցիա է եղել։ Ես խնդրում եմ Արարատի մարզպետ, դիմում եմ ձեզ, Արմավիրի մարզպետ, դիմում եմ ձեզ, այդ ձեր ճանապարհների վրա ծախսված գումարները մի հատ հաշվետվություն տվեք, հասկանանք, հանրային հաշվետվություն, հասկանանք ինչու է մեր երկիրը այս ահռելի պարտքի բեռի տակ ու այս անմխիթար վիճակում։